Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ պետք է ասեմ, որ մի փոքր դադար էր վերցրել Astromix-ը, որովհետեւ հոկտեմբերին ես երկրից բացակայում էի, իսկ երբ վերադարձա, գիտեք, որ նոյեմբերի սկզբին, նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ այդ սարսափելի անտիֆեյք YouTube-յան ալիքի ասպատակությունը, կալանավորվեցին մեր բոլորի կողմից սիրված Վազգենը եւ Նարեկը եւ բնականաբար այդ ալիքի բնականon աշխատանքը մի փոքր խաթարվեց, բայց իհարկե այս թրքապատակ իշխանությունները փաստացի չհասան իրենց նպատակին եւ մենք շարունակում ենք մեր բնականon գործունեությունը Այնպես որ այդ բոլոր, այսպես ասած, բռնի գործողությունները ազատ խոսքի դեմ, ազատ ինքնադրսևորման դեմ, առհասարակ ցանկացած ազատության դեմ, դրանք պարզապես անարդյունք են նամանավանդ մեր այս զարգացած դարում Սիրելի բարեկամներ, իհարկե ես երազում տեսել էի այս իրադարձությունների մասին, բայց շատ խորհրդանշական երազ էի տեսել շուրջ 2 ամիս առաջ, սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկիզբ, բայց այդ ժամանակ մեծ նշանակություն չտվեցի այդ երազին, չնայած երազը շատ պայծառ էր, շատ այսպես գունեղ էր եւ ինձ համար շատ տարօրինակ տված, բայց մեծ նշանակություն չտվեցի այդ երազին, չնայած որ պետք էր նախազգուշացնել։ Երազի բովանդակությունը հետևյալն էր։ Ես շատ ինչ-որ լուսավոր սենյակից դուրս եմ գալիս, անտառեր սենյակ էր, չեմ հիշում, եւ հանկարծակի հայտնվում եմ ազգային ժողովի դիմաց այդ ակադեմիայի մոտակայքում, եւ Դիմացս տեսնում եմ Ալեն Սիմոնյանին լայն ժպիտով 18-17-ի վրա բացած, այսպես բերանը բացած, նա ժպտում էր, թե ծիծաղում էր, չեմ շատ ամբովանդակ ժպիտ էր, շատ այսպես քմծիծաղով ժպիտ էր կարելի ասել, եւ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին իր դիմաց եւ ասաց բռնեք իրան Ես իհարկե փորձեցի փախչել, բայց տեսնելով ոստիկանական մեծ զանգվածը, ստիպված է իհարկե հետևել իրենց եւ մոտեցա մեծ մեքենա էր, այդ մեքենան հենց հարմարեցված էր եւ նախատեսված էր մարդկանց կալանավորման համար, բերման ենթարկելու համար, այնտեղ կային ձեռնաշղթաներ պատերից կախված, զանազան այլ բռնության գործիքներ, մեքենան դատարկ էր, հետաքրքիրն է, որ մեքենան դատարկ էր եւ ոստիկանները ինձ այսպես առաջարկեցին բարձրանալ մեքենայի մեջ։ Այսքանով երազը ավարտվեց եւ իհարկե շատ շփոթված եւ ես զարթնեցի Մտքովս բացարձակապես չանցավ, որ իրականում 1.5 ամիս անց նոյեմբերի 13-ին բերման կենթարկեն Վազգենին եւ Նարեկին եւ բացի դա գիտեք, որ անտիֆեյք YouTube-յան ալիքի ամբողջ այսպես տեխնիկան, տեսախցիկները, բոլոր շտատիվները եւ այլն տարվել են ԱԱԾ-ի կողմից, այսինքն բացարձակ ասպատակության է ենթարկվել անտիֆեյքի խմբագրությունը եւ ըստ էության այդ երազի ամբողջական բովանդակությունը այդպես էլ կատարվեց, որովհետեւ հենց Ալեն Սիմոնյանն էր այն պաշտոնյան, որը ԱԱԾ-ին բողոք էր ներկայացրել եւ Նարեկին եւ Վազգենին դատում են այժմ խուլիգանության հոդվածով բացարձակ անհեթեթություն, որ ասենք հետույք բառի համար, որը շատ գրական բառ է ԿՊԱ-ականների համար, շատ այսպես բարձրաժեք եւ գրական բառ է։
Ահա այսպիսի անօրինություններ են տեղ ունենում, իհարկե ես նախազգուշացրել էի դեռևս սեպտեմբերին, որ բռնաճնշումները գնալով սաստկանալու են, ուժեղանալու են, որովհետև գիտեք, որ ծանր մոլորակ Սատուրնը սեպտեմբերի 1-ին, իսկ Նեպտունը հոկտեմբերի 24-ին մուտք գործեցին կրկին ձկներ, վերադարձան ձկներ, ձկները քաոսի, անորոշության, ուրեմն աստղակերպ, այսինքն կանխատեսումն այն էր, որ շատանալու է, ավելանալու է եւ սաստկանալու է քաոսը մարդկային կյանքի բոլոր բնագավառներում, թե անհատական ոլորտում եւ թե հասարակական ոլորտում այդ քաոսը հստակորեն դրսեւորվեց, այդ բռնաճնշումների, ասպատակությունների, չգիտեմ, տարբեր տեսակի անհետ ինչ որ մեղադրանքների ձևով եկեղեցու դեմ արշավի շարունակությունը, որ ըստ էության հենց Նեպտունը կրկին վերադարձավ ձկներ հոկտեմբերի վերջից, կրկին սկսվեց այդ հետապնդումը եկեղեցու դեմ, ազատ խոսքի դեմ, որը որ փաստացի այդ բոլոր կանխատեսումները 100%-ով իրականացան եւ դա ըստ էության շարունակվելու է, քանի դեռ Նեպտունը գտնվում է 29 աստիճան ձկներում, այսինքն դա սատկաձկան աստիճան է, երբ քաոսը հասնում էր գագաթնակետին, այսինքն քաոսը թե ռազմաքաղաքական ոլորտում, թե դիվանագիտական ոլորտում, թե իրավաբանական ոլորտում, ըստ էության Հայաստանի Հանրապետությունում դա հասել է իր պիկին, դրսևորման ամենավառ դրվագներով, իհարկե մենք այդ ամենը տեսնում ենք եւ մինչեւ հունվարի 26 թվականի Նեպտունը ըստ էության այդ անորոշության, իլյուզիաների, խաբկանքների մոլորակը իմիջիայլոց նաեւ մեծ այսպես բացահայտվեցին նաեւ այդ կեղծ զանգերի կենտրոնը բացահայտվեց, որոնք հափշտակել էին մարդկանցից սուտ ինչ որ խոստումներով հափշտակել էին 100,000-ավոր դոլարներ պարզ քաղաքացիներից, դա նույնպես ջրի երես դուրս եկավ վերջերս եւ դա այդ ամենը իհարկե Նեպտունի դրսեւորումն է ֆինանսական ոլորտում 100,000-ավոր մարդիկ խաբնվել են, մեծ գումարներ են ներդրել եւ կորցրել են իրենց ընդհանրապես ունեցվածքը այդ խաբեբաների պատճառով Նեպտունը նաեւ խաբեության, մանիպուլյացիայի մոլորակ է եւ այդ ամենը շարունակվելու է մինչեւ հոկտեմբեր, մինչեւ 26 թվականի հունվարի 26-ը, երբ Նեպտունը կրկին կվերադառնա խոյ կենդանակերպ։ Իհարկե նաեւ պետք է ասել այդ բոլոր դատական պրոցեսները, քաղբանտարկյալների թվի աճը, մեկ շատանում են այդ քաղբանտարկյալները, որոշներին բաց են թողնում, այս վերջերս իհարկե դրական զարգացումներ տեղ ունեցան Լիդիա Մանթաշյանի, Սրբազան շարժման ակտիվ մասնակից Լիդիա Մանթաշյանի գործով նա ազատ արձակվեց ըստ էության, բայց իհարկե ուրախալի է, բայց ուրախանալ շատ պետք չէ, որովհետև ուղղակի ֆիզիկապես Հայաստանի բանտերը արդեն չեն տեղավորում իրենց մեջ այդ բոլոր բանտարկյալներին, քաղբանտարկյալներին, եւ այդ իսկ պատճառով իշխանությունները ստիպված են որոշ մարդկանց ազատ արձակել, որպեսզի դրանց տեղը այլ բերման ենթարկեն այլ մարդկանց, այսինքն շատ ուրախանալ պետք չէ, որովհետև հնարավոր է, որ այս սրբազան շարժման հետ կապված որոշ քաղաքացիների ազատմանը հաջորդի նոր ասպատակություններ եւ նոր կալանավորումներ։ Սա դեկտեմբերին իհարկե գնալով սաստկանալու է, որովհետեւ նրանք օգտագործում են այս ժամանակահատվածը, այս այսպես սատանայադավան իշխանությունները, որպեսզի նախ եւ առաջ լուծեն հայ առաքելական եկեղեցու հարցը, առաքելական եկեղեցու խնդիրը, որը չկարողացավ լուծել Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի վերջին էր պլանավորված, ուրեմն այդ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարցը լուծել, այսպես ասած, նրա կողմից, բայց դա տեղի չունեցավ, բայց այնուամենայնիվ դրա փոխարեն սպանվեց Փարաքարի թաղապետը եւ այսպես ասած հետաձգվեց Էջմիածնի ասպատակությունը, բայց այժմ արդեն գիտեք, որ 3 բառի բուն իմաստով հենց մի քանի ժամ առաջ այդ
չգիտեմ ինչպես դրանց անվանեմ, բարձրաստիճան հոգևորականներ, թե սատանայի ծառաներ, նրանք եկան եւ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ եւ ստորագրեցին այդ թուղթը, պահանջը, որ ըստ էության հեռացվի Գարեգին Բ-ն։ Իմաստ այդ թղթի դա էր։ Եվ այդ այսպես կոչված հոգևորականների հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանը, որ արդեն հստակեցվում է եւ պարզ է դառնում, որ նա թեւ է առել Նիկոլ Փաշինյանը, թափ է առել այդ ասպատակությունների նրա ծրագիրը, հատկապես վաղաշաբաթի քաղաքապետի ընտրություններից հետո եւ այժմ արդեն այսպես ասած վերջին արարն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասնատման եւ ըստ էության տապալման, ասպատակման այդ բոլոր թաթերական գործողությունները նրանք պլանավորել են ամենայն հավանականությամբ դեկտեմբերին եւ կամ թե մինչեւ հունվարի 26-ը, այսինքն 26 թվականի հունվարի 26, երբ Նեպտունը կրկին կվերադառնա խոյ կենդան։ Քանի դեռ Նեպտունը ձկներում է, նրանք ծրագրում են դա իրագործել, տվետ ամբողջ իհարկե հաշվարկվում է, իրենց ներկայացվում է, երբ ինչ կարելի է անել։ Սա արդեն ակնհայտ է, բազմից անդրադարձել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունի այդպիսի կենտրոններ, ինստիտուտներ, որտեղ աշխատում են ոչ միայն քաղաքական վերլուծաբաններ, չգիտեմ, շատ պատմության մասնագետեր, այլ նաև էքստրասենսեր, աստղաբաններ, մոգեր, որոնք որ բոլոր այդ գլոբալիստական նպատակների իրականացման հստակ փուլերը մշակում են եւ ներկայացնում են ակտորներին, այսինքն նրանց, ովքեր պետք է իրականացնի այդ ամենը, իսկ հայ առաքելական եկեղեցու կազմաքանդումը եւ վերացումը կամ գոնե թուլացումը դա այդ գլոբալիստական կենտրոնների ամենաբաղձալի նպատակներից եւ երազանքներից մեկն է եւ այդ իսկ պատճառով նրանք կապում են այդ ամենը մոլորակային դիրքերի հետ, հենց այնպես չեն գործում եւ Նիկոլ Փաշինյանը իբրև շատ հլու հնազանդ ծառա, նրանց գործակալ, իհարկե այդ ամենը լծված է այդ ամենը իրականացնելու գործին։ Ըստ էության դեկտեմբերին, սիրելի բարեկամներ, մենք ունենալու ենք այս բոլոր բացասական եւ շատ տագնապալից երևույթների շարունակական զարգացումը։ Եվ հատկապես դեկտեմբերի 15-ից հետո, երբ Մարս մոլորակը ռազմի մոլորակ Մարսը մոտ կգործի այդ եղջյուր, իհարկե այդ բոլոր բռնաճնշումները, այդ բոլոր այսպես բռնությունները, բռնակալական կարգի բոլոր նողկալի դրսևորումները կհասնեն իրենց գագաթնակետին, քանի որ Մարս մոլորակը մոտ կգործի այդ եղջյուր եւ այնտեղ կմնա մինչեւ հունվարի 23, այսինքն մինչեւ հունվարի վերջ այդ զարգացումները դեռ շարունակական տեղի են ունենալու, այսպես է ցույց տալիս աստղաբանությունը։ Եվ ինչ է մեզ սպասվում, այժմ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբերին, բայց մինչ բուն նյութին անցնել է, իհարկե հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Antifake YouTube-յան ալիքին, նաև բաժանորդագրվեք իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ եւ Աստրոմագիա եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքներին, նաև հետևեք ինձ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում։ Բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են, սիրելի բարեկամներ, դեկտեմբերին տեղի կունենան 7 կարևոր աստղաբանական իրադարձություններ, որի մասին այժմ կխոսենք։ Նախ եւ առաջ նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Երևանի ժամանակով 0:13 րոպե Սիրիով գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի Աղեղնավոր, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 24-ը։
Նո այս դիրքը իհարկե շատ բարենպաստ է հատկապես հրեղեն նշանների համար, օդի նշանների համար, իհարկե սակավ բարենպաստ է, կարելի ասել անբարենպաստ է հողի նշանների համար եւ միջակ է ջրի նշանների համար։ Վեներան աղեղնավորում խորհրդանշում է բարձր հոգեվոր արժեքներ, այսինքն նա հետապնդում է այդ հոգեվոր արժեքները եւ շատ արժեվորում է։ Շատ բարենպաստ են դառնալու նաեւ ճամփորդությունները, կապված Վեներայի դիրքի փոփոխության, Վեներան աղեղնավորում սիրում է ճամփորդել եւ ճամփորդությունը նրա միջավայրն է եւ նրա ամենասիրելի վիճակը, այսինքն նոր ինչ որ տպավորություններ ստանալ, նոր ծանոթություններ, նոր միջավայրերում հայտնվելը շատ կարեւոր է այս դիրքի հետ կապված։ Նաեւ Վեներան աղեղնավորում, քանի որ աղեղնավորը շատ հստակ հետապնդում է իբրև լուսավոր մի հսկական կանթեղ, լուսավորում է մարդկանց ճանապարհը դեպի իրենց նպատակներն ու երազանքները, ահա Վեներան աղեղնավորում նույնպես կնպաստի ձեր երազանքների եւ նպատակների իրականացմանը, եթե դուք իհարկե ճիշտ գտնեք այդ ճանապարհը եւ հարմարվեք ստեղծված իրավիճակին, այլ ոչ թե այսպես չոր ու կոպիտ առաջ գնաք։ Ինչ վերաբերվում է խոյերին, այս դիրքը խոյերի համար շատ լավ է ճամփորդելը, երբ Վեներան գտնվում է աղեղնավորում, լավ է սովորել, լավ է կապեր հաստատել արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Ցուլերի համար անբարենպաստ է, որովհետև ընդհանրապես աղեղնավոր կենդանակերպը, որտեղ եւ Արեգակն է գտնվում, եւ Սև լուսինն է գտնվում, եւ Մերկուրին է գտնվում, եւ Վեներան է գտնվում դեկտեմբեր ամսվա ընթացքում, նաեւ Մարսն է որոշ ժամանակ գտնվում, դա 8-րդ աստղատունն է ցուլերի համար, իսկ 8-րդ աստղատունը դա էքստրեմալ իրավիճակների, լարվածության, ֆինանսական խնդիրների տունն է, նաեւ անսպասելի վտանգի տունն է, այսինքն ճանապարհներին պետք է շատ զգուշ լինել, պետք է շատ զգուշ լինել առողջության հետ կապված ձեր եւ ձեր մտերիմների մեծ վարկեր կամ պարտքեր չվերցնել, բայց բարենպաստ է ձեր գործընկերների եւ զուգընկերների նյութականի տեսանկյունից։ Երկորյակների մոտ աղեղնավոր իհարկե 7-րդ աստղատունն է, որը նշանակում է խնդիրներ, բախումներ զուգընկերների եւ գործընկերների հետ։ Խեցգետինների մոտ 6-րդ աստղատանն է, 6-րդ աստղատունը բարենպաստ զարգացումներ են սպասվում աշխատավայրում եւ առողջության հետ կապված։ Իհարկե շատ լավ է առուսների համար, ասացինք, որ բոլոր հրեղեն նշանների համար լավ է, սեր, երեխաներ, հաճույքներ։ Ինչ վերաբերվում է կույսերին, դա 4-րդ տունն է աղեղնավորը եւ այստեղ իհարկե դրական զարգացումներ ձեր ընտանիքում, տանը կապված ծնողների հետ, ընտանիքի ընդլայնում, բնակության պայմանների բարելավում։ Ինչ վերաբերվում է կշեռքների դեպքում աղեղնավորը 3-րդ աստղատունն է, ու որը կապված է ճամփորդությունների, նոր ծանոթությունների, նոր շփումների հետ, որոնք բարենպաստ են այդ ընթացքում։ Շատ լավ է նաև կարիճների համար, որտեղ 2-րդ աստղատանն է գտնվում է ընդհանրապես աղեղնավորը, որը կապված է նյութական բարիքների հետ, ապահովվածության հետ, եկամուտների նոր աղբյուրների հետ, եկամուտների աճի հետ։ Իհարկե աղեղնավորներին ես շնորհավորում եմ, որտեղ բոլոր նրանք, ովքեր ծնվել են դեկտեմբերի 1-ից հետո, իհարկե նրանց մոտ Վեներան գտնվում է աղեղնավորում, որը ընդգծելու է իրենց գեղեցկությունը անկրկնելի համայնքը, մարդիկ բոլորը ձգտելու են իրենց հետ շփվեն, շատ լավ է այս դիրքը իհարկե հատկապես կանանց համար, որտեղ նրանք հայտնվելու են ուշադրության կենտրոնում, դա ամբողջ տարվա մեջ, եթե ծնվել եք դեկտեմբերի 1-ից հետո, դա ամբողջ տարվա ընթացքում է լինելու, եթե փնտրում եք ձեր երկրորդ կեսին, անպայման կգտնեք, մի խոսքով բոլոր բարիքները բերում է Վեներան առաջի տան։ Այդ եղջյուրների համար անբարենպաստ է կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, ջրհոսների համար աղեղնավորը շատ բարենպաստ է, որովհետև 11-րդ տունն է եւ բերում է երազանքների իրականացում, չափահաս երեխաների հետ կապված դրական զարգացումներ, օնլայն բիզնեսում հաջողություն։ Ինչ վերաբերվում է ձկներին, նույնպես բարենպաստ է աղեղնավոր կենդանակի, որովհետև 10-րդ տունն է եւ դա կնշանակի հաջողություններ աշխատանքում կամ նոր աշխատանք կամ նոր պաշտոնի բարձրացում կամ ինչ որ գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն, որից չեք կարող հրաժարվել։ Հաջորդ աստղաբանական իրադարձությունը դեկտեմբերյան լիալուսինն է, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 3:13 րոպե բականի լարված։ Լիալուսնի ինչու է լարված, որովհետև լուսնի եւ արեգակի դիմակայությունը Տաո քառակուսի է ձևավորում, նաեւ լուսնային հանգույցների այդ
առանցքի հետ լուսնային հանգույցները կույս եւ ձկներ կենդանակերպերում են գտնվում եւ դա նշանակում է խավարումների միջանցքի միջինք, այսինքն մեջտեղն են գնում այդ խավարումների միջանցքների միջև, որը որ նշանակում է, որ բոլոր իրադարձությունները, որոնք պլանավորված են այդ ժամանակահատվածում, այլ ընթացք են ստանալու իրականում, դա պետք է իհարկե հաշվի առնել, ինչպես անձնական ոլորտում, այնպես էլ գլոբալ ռազմաքաղաքական, դիվանագիտական եւ այլ ֆինանսական եւ այլ ոլորտներում։ Նու իհարկե այս լիալուսինը 13 աստիճան երկորյակներում է տեղի ունենում եւ բարենպաստ է բոլորոթային նշանների համար, հողեղեն նշանների համար նույնպես լավ է, բայց անբարենպաստ է ջրի նշանների համար, իհարկե հրեղեն եւ օդի նշանների համար ամենալավն է, բարեխառն է հողի նշանների համար։ Օդի նշանների համար խոյերը նոր շփումներ կամ պետք է կենտրոնացնել ուշադրությունը, լիալուսնի ժամանակ ավելի շատ պետք է կենտրոնացնել ուշադրությունը տվյալ ոլորտի խնդիրներին։ Երրորդ տունը դա քույրեր, եղբայրներ, մոտակա միջավայր, այդ ամենի վրա խոյերը պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունը։ Ցուլերի մոտ շատ բարենպաստ է, որտեղ երկրորդ աստղատանն է տեղ ունենում լիալուսնը, որը խոստանում է ֆինանսական հաջողություն։ Երկորյակների համար շատ լավ է, որովհետև դա առաջի տունն է եւ հատկապես կզգան այս լիալուսնի ազդեցությունը այն երկորյակները, ովքեր ծնվել են հունիսի 1-ից 6 ընկած ժամանակահատվածում, դե բոլոր կյանքի ոլորտներին վրա կազդի եւ անձնական եւ գործնական եւ ֆինանսական, դեպի դրականը։ Խեցգետիների համար անբարենպաստ է, որտեղ 12-րդ տանն է եւ դա խորհրդանշում է գաղտնի թշնամիների ակտիվացում։ Առուսների համար նույնպես շատ բարենպաստ է 11-րդ տունը, երազանքների իրականացում, դրական զարգացումներ անձնական ոլորտում եւ երեխաների հետ կապված։ Կույսերի համար եւս բարենպաստ է, որտեղ 10-րդ տանն է եւ բերելու է դրական զարգացումներ գործնական ոլորտում եւ աշխատանքային ոլորտում։ Կշերքների համար լավ է արտասահմանի հետ կապված համագործակցություն եւ ճամփորդությունների գծով։ Կարիճների մոտ 8-րդ տանն է հայտնվում այս լիալուսինը եւ ստրեսներ կարող են առաջանալ ֆինանսական, ինչ խնդիրներ, խոչընդոտներ պետք է զգուշ լինել նաեւ ճանապարհներին։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, այս լիալուսինը աղեղնավորների 7-րդ տանն է, բայց եթե դուք ծնվել եք արդեն դեկտեմբերի 4-ից 6-ը 7 ընկած ժամանակահատվածում, սիրելի աղեղնավորներ, այս լիալուսինը ներկառուցված է ձեր տարվա կանխատեսման մեջ։ Այսինքն դա նշանակում է, որ ձեր կյանքում շատ կարևոր զարգացումներ են տեղ ունենալու մոտակա 1 տարվա ընթացքում եւ այն ինչ որ պետք է տեղի ունենար, ինչ պատճառներով հետաձգվել է, ուշացել է, կկատարվի, կկայանա այս գալիք տարվա ընթացքում։ Եվ հատկապես դա կապված կարող է լինել գործընկերների, զուգընկերների անձնական կյանքի հետ։ Եվ այդ եղջյուրներ 6-րդ տանն է, դա արդեն գործնական ոլորտ է խորհրդանշում, այսինքն պետք է կենտրոնացնել ուշադրությունը առողջության վրա եւ գործնական ոլորտի վրա։ Ջրհոսների մոտ իհարկե շատ լավ է 5-րդ աստղատանն է, որը կապված է երեխաների, հաճույքների, բիզնեսի հաջողության հետ։ Եվ ձկների համար եւս բարենպաստ է 4-րդ աստղատանն է գտնվում այս լիալուսինը, որը խորհրդանշում է տուն, ընտանիք, հայրենիք, այսինքն ծնողներ այս բոլոր ոլորտների վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը եւ դա կլինի ձեզ հաջողություն։ Ինչ վերաբերվում է հաջորդ աստղաբանական իրադարձությանը, դա դեկտեմբերի 10-ին Երևանի ժամանակով 16:22 րոպե Նեպտուն այդ անորոշության, խաբկանքի, մանիպուլյացիայի մորակ Նեպտունը, իհարկե Նեպտունը նաեւ իր բարձրագույն դրսևորում ունի, դա բացարձակ սերն է, դա աստվածային ինչ որ հայտնություններն են եւ այլն, բայց դա այն դեպքում է հնարավոր, երբ որ մարդը պատրաստված է, մաքրագործված է, բայց հասարակ մեր իրականության մեջ հիմնականում Նեպտունը ցածր կարգի վիբրացիաներով է հանդես գալիս եւ այսպես խաբեություններ, մանիպուլյացիաներ եւ այլն։ Ահա Նեպտունը կանգ է առնում 29 աստիճան ձկներում, այդ սատկած ձկան աստիճանում եւ այսուհետեւ նա սկսում է առաջ շարժվել, արագ առաջ շարժվել եւ արդեն հունվարի 26-ին 26 թվականի մոտ կգործի խոյ։ Ահա այս ընթացքում մինչեւ հունվարի վերջը այս իշխանություններն էլ կփորձեն հենց եկեղեցու հարցեր լուծել, այսպես ասած, եւ եկեղեցին քրիստոնեական հենց կապված է
ձկներ կենթանակերպից առհասարակ քրիստոնեությունը կապ ունի ձկների հետ եւ Նեպտունի գերհզոր այս դիրքում, որը շատ վատ աստիճանում է գտնվում այդ սատկած ձկան աստիճանում, երբ խավարը, մութը, անորոշությունը, մառախուղը ասնում է իր գագաթնակետին, ահա փորձում են հենց այդ ժամանակ այս բոլոր հարցերը լուծել եւ հասնել հաջողության։ Մութ ուժերը անցնում են վճռական հարձակման։ Եվ դա տևելու է մինչև կարող է լինել մինչև հունվարի վերջը 26 թվականի, այդպիսին է կանխատեսումը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը աստղաբանական դեկտեմբերյան, դեկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով գիշերը 2:40 րոպեին Մերկուրին, կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք կգործի աղեղնավոր։ Գիտեք, որ Մերկուրին հետընթաց էր նոյեմբերի 9-ից 29 ընկած ժամանակահատվածում եւ այժմ դեկտեմբերի 17-ին նոր Մերկուրին դուրս կգա իր ստվերային գոտուց, այսինքն այն կետից, երբ նա դարձել է հետընթաց։ Բայց այնուամենայնիվ, քանի որ աղեղնավորը թույլ դիրք է Մերկուրիի համար, այդ բոլոր գործընթացները, որով վերահսկում է Մերկուրին, ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը, լոգիստիկան, միջանձնային կապերը, ընդհանրապես փոխըմբռնման կարողությունը, այդ ամենը իհարկե այնուամենայնիվ շարունակվելու են իրենց դանդաղ ընթացք, այսինքն իդեալական չի լինելու այդ ամենը, մինչև հունվարի 2-ը Մերկուրին կմնա աղեղնավորում, իրեն համար թույլ դիրքում, որտեվ Մերկուրին իշխում է երկորակներում, գիտեք, եւ դա իհարկե նշանակում է, որ այնուամենայնիվ սպասվածի նման ավելի այսպես արագ տեղի չի ունենալու ոչ առևտուրը, ոչ հատկապես դեկտեմբերի 12-ից հետո ոչ միջանձնային փոխհարաբերությունների ակտիվությունը, ինտենսիվությունը այնքան արագ չի լինելու, որքան մենք ցանկանայինք, որ լիներ։ Այնուամենայնիվ իհարկե ուղղընթաց Մերկուրին շատ ավելի բարենպաստ է, քան հետընթացը, եւ այդ այս պատճառով շատերը նկատում են նոյեմբերը շատ այսպես դանդաղ ընթաց, ծանր ամիս էր եւ իրոք բոլոր ասպեկտներով նոյեմբերը ծանր էր, նամանավանդ որ նոյեմբերին ակտիվ էր այսպես կոչված նաեւ հրեղեն պատիժը, որը որ դրսևորվեց այդ հրդեհների տեսքով ամբողջ այդ ճամբարակում, Դիլիջանում, բոլոր այդ սահմանամերձ գոտիներում, գիտեք, որ հրդեհներ են մոլեգնում։ Մերկուրին աղեղնավորում իհարկե բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների եւ աղեղնավորների համար։ Խոյերի համար լավ է նոր կապեր ստեղծել եւ հաստատել արտասահմանի հետ։ Առյուծների համար լավ է այսպես սիրային ոլորտում, երեխաների հետ կապված ոլորտում, կրթության ոլորտում, իսկ աղեղնավորների համար իհարկե դա առաջի տանն է, նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր հաջողություններ։ Անբարենպաստ է Մերկուրին հրեղեն աղեղնավորում հողեղեն նշանների համար, ինչպես ցուլերի, այնպես էլ կույսերի եւ հատկապես այծեղջյուրների համար, որտեղ այծեղջյուրների մոտ աղեղնավորը ակտիվացնելու է, այսպես ասած, գաղտնի թշնամիներին, եւ դա պարզ է, որովհետեւ աղեղնավորը նախորդում է այծեղջյուրին եւ արեգակը եւ մյուս մուրակները, որոնք գտնվում են աղեղնավորում, հայտնվում են 12-րդ աստղատանը, որը գաղտնի թշնամիների տունն է եւ բավարար էներգիա, բավարար ուժ չի ստանում այծեղջյուրը, բայց իհարկե այծեղջյուրների համար իրավիճակը զգալիորեն կբարելավի արդեն դեկտեմբերի 21-ից հետո, երբ արեգակը մուտք կգործի այծեղջյուր։ Բարեխառն է օդի նշանների համար, երկորակների համար հնարավոր է խնդիրներ գործընկերների, զուգընկերների հետ, կշերքների համար նոր շփումներ, նոր ծանոթություններ, իսկ ջրհոսների համար երազանքների իրականացում, նաև on-line առևտրի ակտիվացում, աշխուժություն։ Ինչ վերաբերում է ջրային նշաններին, դե իհարկե ամենաբարենպաստը կարիճների համար եւ ձկների համար է, կարիճների նախոս ստանում են նոր ֆինանսական հորիզոններ, իսկ ձկներին նոր գործնական հաջողություններ։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը դեկտեմբերյան, դա դեկտեմբերի 15-ին Երևան ժամանակով 11:33 Մարս մոլորակը, ռազմի մոլորակ Մարսը մուտք կգործի
Այդ եղջյուր, որտեղ նա կմնա մինչև հունվարի 23-26 թվականի։ Իհարկե այդ եղջյուրում Մարսը շատ ավելի բռնակալ է, շատ ավելի բռնապետ է, քան աղնավորում, շատ ավելի փակ է, այսինքն հակված է գործել այսպես գաղտնիության պայմաններում, այսինքն այդ բոլոր ասպատակությունները, բոլոր հարձակումները շատ ավելի գաղտնի ձևով կլինեն, ընդհատակյա խարդավանքների ձևով կլինեն։ Նաև Մարսը այդ եղջյուրում փառավորվում է, հասնում է արձեղջյուրի 28-րդ աստիճանում, Մարսը հասնում է իր զորության գագաթնակետին, փառավորվում է, թագադրվում է, այս պատճառով այդ եղջյուրը, դե իհարկե քանի որ Մարսը գիտեք փոքր դժբախտության մոլորակ է, այնուամենայնիվ թե ռազմական գործողությունների տեսակետից, թե ռազմաքաղաքական լարվածության տեսակետից այդ դեկտեմբերի 15-ից հետո մենք լարվածություն ենք ֆիքսելու։ Եվ այս դիրքը շատ բարենպաստ է հողեղեն նշանների համար, հատկապես ցուրտ կենդանակերպի համար, արտասահմանի հետ կապերը կակտիվանան, լավ է նաև կույսերի համար, որը երեխաների հաջողություն է տալիս, եւ նաև այդ եղջյուրների համար, այդ եղջյուրները իհարկե առաջի տանն է Մարսը, դա նշանակում է սիրելի այդ եղջյուրներ, դուք պետք է ակտիվ գործեք դեկտեմբերի 15-ից հետո, որովհետև միայն այդ ակտիվությունը ձեզ կօգնի արագ հասնել նպատակներին, այսինքն եթե այլ ժամանակ գործի այդ եղջյուրը այդքան արդյունավետ չի լինի, քան եթե դեկտեմբերի 15-ից հետո։ Ինչ վերաբերվում է հրեղեն նշաններին, նույնպես բարենպաստ է այս դիրք, հատկապես բարենպաստ է խոյերի համար, որոնք կունենան գործնական հաջողություններ դեկտեմբերի 15-ից հետո։ Լավ է նաև առյուծների համար աշխատանքային հաջողություններ են, իսկ աղնավորների համար իհարկե շատ բարենպաստ է, թե ֆինանսական հաջողություն կբերի Մարսը այդ եղջյուրում։ Այնքան նպաստավոր չէ օդի նշանների համար, երկորյակները հնարավոր առողջական խնդիրներ ունենան, կշեռքների ընտանիքներում խնդիրներ կլինեն, հնարավոր են հիվանդություններ կամ այլ անախորժություններ, իսկ ջրհոսները կզգան գաղտնի թշնամիների ակտիվությունը։ Ինչ վերաբերում է ջրային նշաններին, խեցգետինների մոտ իհարկե խնդիրներ կլինեն իրենց ուղընկերների եւ գործընկերների հետ, կարիճների մոտ շատ նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր մեքենա, նույնպես հավանական է եւ ձկների մոտ նոր ընկերական միջավայր, ինչ որ ակտիվանալու են նաեւ on-line բիզնեսը եւ չափահաս երեխաների մոտ, հատկապես եթե որդիներ ունեք, ապա նրանց գործերը արագ առաջ կգնան։ Շատ կարևոր օր է սիրելի բարեկամներ դեկտեմբերի 20-ը, որովհետև երկու կարևոր աստղաբանական իրադարձություն տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, նախ նորալուսինը դեկտեմբերյան 5:43 րոպեին Երևանի ժամանակով 28 աստիճան աղեղնավորում եւ գալակտիկական ուղեծրի վրա է տեղի ունենալու, որը որ շատ կարևոր փոփոխություններ է բերում, ինչի այդ նորալուսին չէ այդքան կարևոր այս տարվա մեջ, որովհետև նա նախորդում է ձմեռային արևադարձին, այսինքն ամենակարևոր այդ կետերը դրանք գիշերահավասարների արևադարձերն են, դուք դա գիտեք եւ այ նորալուսին իհարկե դրան ընդառաջ շատ կարևոր նշանակություն է ունենալու։ Նու աղեղնավորում, գիտեք, աղեղնավորների համար է բարենպաստ է հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների համար շատ բարենպաստ է, օդի նշանների համար բարեխառն է, անբարենպաստ է հատկապես հողի նշանների համար, ցուլերի համար է վատ եւ այդ եղջյուրների համար է այս նորալուսին շատ ծանր լինելու, ջրի նշանների համար նույնպես բարեխառն է, իհարկե շատ ինքը բարենպաստ է նաև հատկապես կարիճների համար եւ ձկների համար այս նորալուսինը, բայց մյուս կարևոր ագույն իրադարձությունը դա դեկտեմբերի 20-ին Երևանի ժամանակով 23:10 րոպեին այդ ամբողջ զոդիակի գայթակղիչ սատանան այդ սև լուսինը մուտք կգործի աղեղնավոր, վերջապես դուրս գալով կարիճ կենդանակերպից եւ 9 ամիս է սև լուսինը մնում մեկ կենդանակերպի շրջանակներում սեպտեմբերի 14-ին 26 թվականին նա կանցնի այդ եղջյուր։ Ինչ է խորհրդանշում
նշանակում այս սև լուսինը աղեղնավորում։ Նախ աղեղնավորը դա գաղափարի նշան է, հավատքի նշան է, սոցիալական կարգավորումների նշան է, որտեղ իշխում է Յուպիտերը, մեծ երջանկության մեծ բարերար Յուպիտերի իմիջիալոց Յուպիտերը նաև վերահսկում է եւ հովանավորում է բարձրաստիճան հոգեվորականներին եւ իհարկե այստեղ սև լուսինը աղեղնավորում կնշանակի այդ շարունակվող արշավ այդ բարձրաստիճան հոգեվորականների դեմ կամ նրանց այսպես ճամբարափոխություն, այսինքն նույնպես որոշ բարձրաստիճան հոգեվորականներ կանցնեն այս սատանայադավան իշխանությունների կողքը ցավալիորեն եւ այն կարգերը, այն բարքերը, այն հավատքը, որ մարդիկ մինչ այդ ունեին, այսինքն համոզված էին այդ ամենի մեջ, իհարկե դա սասանվելու է ցավալիորեն։ Նաեւ դեզինֆորմացիայի տեսանկյունից իհարկե չեմպիոն է սև լուսինը աղենավորում շատ խարդավանքների եւ դեզինֆորմացիայի նշան է, կարելի այսպես ասել, կեղծ գիտելիքն է, կեղծ գիտության այդ իրական Հայաստանի քարոզ եւ այլն, որ հետագայում նաեւ կարող է այդպես սուտ բաներ տարածեն, որ հայրը իրականում քրիստոնյա չեն կամ ինչ որ չգիտեմ աղանդավոր են եւ այլպիսի կեղծ թեզեր տարածվեն, սա նույնպես հավանական է այս 9 ամիսների ընթացքում, այսինքն դեկտեմբերից սեպտեմբեր ընկած այդ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերվում է կենդանակերպերին։ Իհարկե սև լուսինը երբ լավ մորակային հարաբերակցություններ առաջացնում, դա նշանակում է, որ ավելի ակտիվ է բացասականը դրսևորվում է։ Ունակ խոյերի դեպքում դա կրթության վրա կարող է բացասաբար անդրադառնալ կամ ճամփորդությունների վրա խոյերի դեպքում։ Արուսների մոտ դա կարող է երեխաների վրա բարենպաստ անդրադառնալ։ Իհարկե աղեղնավորները ամենախոցելի խումբն են եւ այստեղ ամեն տեսակ խնդիրներ են հնարավոր թե անձնական, թե գործնական, թե ֆինանսական, թե առողջական, առաջի տանը, այսինքն էներգիան, որտեվ վամպիրի պես տանում է, սև խոռոչի պես պես որ հատկապես հրեղեն նշանները պետք է այս դիրքից զգուշանան, նաև պետք է զգուշանան հողի նշանները եւ ցլերը եւ կույսերը եւ հատկապես այդ եղջյուրները, որտեվ այդ եղջյուրի դեպքում 12-րդ տանն է հայտնում սև լուսինը, որը խորհրդանշում է գաղտնի թշնամիների ակտիվացում։ Բարեխառն է օդի նշանների համար, երկորակների մոտ հատկապես խնդիրներ կառաջանա զուգընկերների, գործընկերների հետ, կշերքների մոտ իրենց մասին կեղծ տեղեկատվություն կտարածվի, ինչ վերաբերում է ջրհոսներին կարող է դավաճանեն իրենց մոտիկ ընկերները եւ գաղափարակիցները։ Եվ մնաց ջրի նշանների համար դա բարեխառն է, խեցգետինների մոտ խնդիրներ կլինեն աշխատավայրում, այս դիրքի հետ կապված կարիճների մոտ ֆինանսական ոլորտում, իսկ դե ասենք ձկների մոտ դա գործնական եւ աշխատանքային ոլորտում կլինի խնդիր, այսինքն եթե ցանկանում եք արագ առաջ խաղացում, ինչ որ կարիերայի աճ կամ նոր պաշտոն, դա բավականին խնդրահարույց կլինի դեկտեմբերի 20-ից հետո, մինչև իհարկե սեպտեմբերի 14-ը։ Եվ վերջին կարևոր աստղաբանական իրադարձություն դա իհարկե արևադարձն է ձմեռային, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:05 րոպեին Արեգակը մուտք կգործի այծեղ ջուր, սիրելիներս, եւ դա արդեն կխորհրդանշի էներգետիկ փոփոխություններ, որովհետեւ դա իհարկե ին էներգիաներն էին ակտիվանում, իսկ դրանից հետո արդեն արևը սկսում է զորանալ եւ յան էներգիաները ավելի գերիշխող են դառնում։ Իհարկե արևը այդ եղջյուրում շատ բարենպաստ է հողեղեն նշանների համար, ինչպես ցուլերի, այնպես էլ կույսերի եւ հատկապես այդ եղջյուրների համար արդեն սկսում է այդ եղջյուրների շրջանը, իրենց ամիսն է, շնորհավորում եմ բոլոր այդ եղջյուրներին, նաեւ աղեղնավորներին, որոնք ծնվել են դեկտեմբերին։ Եվ հրեղեն նշանների համար միջակ է, խոյերի համար խոստանում է գործնական հաջողություն, առույցների համար աշխատանքային չոր նվաճումները, իսկ աղենավորների համար նոր ֆինանսական հորիզոններ կբացվեն։ Ինչ վերաբերվում է օդի նշաններին, իհարկե անբարենպաստ է օդի նշանների համար, հատկապես վատ է երկվորյակների համար,
եւ ջրհոսների համար եւ միջակ է իհարկե կշերքների համար։ Ջրի նշանները նույնպես բարեխառն է, հատկապես խեցգետիների մոտ խնդիրներ կարող են առաջանալ զուգընկերների, գործընկերների հետ, կշերքների մոտ, Կարիճների մոտ հիմնականում բարենպաստ են, նոր ծանոթություններ, նոր շրջապատ, իսկ ձկների մոտ դա 11-րդ տունն է եւ արդեն գաղափարակիցներ, հաջողություններ, երազանքներ իրականացման ոլորտում եւ այլն, այսինքն կստանաք անպայման սիրելի ձկներ ձեր երազած նվերը նոր տարուն, հա, այսպես կարելի է այսպիսի կանխատեսում տալ։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբերին, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, նաև իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ եւ Աստրոմագ եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, հետեւեք ինձ Facebook-ում, TikTok-ում եւ Instagram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք հաջողություն, կհանդիպենք, ցտեսություն։